Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, սեպտեմբերի 17։ Աստված ցանկանում է, որ քրիստոնյաները հորդորեն միմյանց։ Նա հրեշտակին չասաց. «Գաբրիել, իմ ծառա Հեսուն պատրաստվում է իմ ժողովրդին առաջնորդել դեպի Քանանի երկիրը, ուստի գնա և քաջալերիր նրան»։ Աստված երբեք հրաշքներ չի գործում, եթե դրանց անհրաժեշտությունը չկա։ Եթե նա կարող է իր նպատակներն իրականացնել սովորական միջոցներով, ապա չի դիմի հրաշքների իրագործմանը։ Գաբրիելը նույնիսկ կիսով չափ համապատասխան չէր այն գործին, որ Մովսեսին էր հանձնարարված։ Եղբոր կարեկցանքն ավելի թանկ է, քան հրեշտակի աջակցությունը։ Հրեշտակը ծանոթ չէ մարդկային բնավորությանը։ Նա երբևէ չի փորձարել հոգևոր ճանապարհի դժվարությունը, չի տեսել դրանում հանդիպող թունավոր օձերին, ոչ էլ Մովսեսի պես մի խստապարանոց ժողովուրդ է առաջնորդել անապատով։ Մենք պետք է ուրախ լինենք, որ Աստված սովորաբար մարդկանց միջոցով է օգնում մարդկանց։ Դա եղբայրական կապ է ձևավորում, և փոխադարձաբար կախված լինելով միմյանցից, մենք լիարժեքորեն միաձուլվում ենք մեկ ընտանիքի մեջ։ Եղբայրներ, այս խոսքը ընդունեք որպես Աստծուց ձեզ տրված ուղերձ։ Ձգտեք օգնել ուրիշներին և հատկապես ջանք արեք քաջալերել նրանց։ Ուրախությամբ խոսեք երիտասարդ ու հետաքրքրասեր նորահավատի հետ, զգուշորեն փորձելով հեռացնել գայթակղության քարերը նրա ճանապարհից։ Երբ շնորհքի կայծ եք գտնում որևէ մեկի սրտում, ծնկի եկեք և փչեք դրա վրա այնպես, որ դրանից կրակ բորբոքվի։ Թողեք, որ երիտասարդ հավատացյալն աստիճանաբար բացահայտի ճանապարհի անհարթությունները, սակայն պատմեք նրան Աստծո զորության, խոստման հավաստիության և Քրիստոսի հետ հաղորդակցության քաղցրությունների մասին։ Ձգտեք մխիթարել վշտացյալներին և հուսադրել հուսալքվածներին։ Խոսքով զորացրեք հոգնածներին և սիրտ տվեք նրանց, ովքեր վախենում են ուրախությամբ շարունակել իրենց ճանապարհը։ Աստված զորացնում է ձեզ իր խոստումներով։ Քրիստոսը զորացնում է ձեզ մատնացույց անելով երկինքը, որ նա ձեռք է բերել ձեզ համար, և Հոգին զորացնում է ձեզ ներգործելով ձեր մեջ կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Ընդօրինակեք աստվածային իմաստությունը և դուք էլ ուրիշներին զորացրեք այս երեկո կարդացած խոսքի հիման վրա։